Բարև շանթի եթերում լրատվության ժամը 5 օգոստոսի չորեքշաբթի։ 9-րդ գումարման ազգային ժողովը շարունակել է աշխատանքը, քննարկվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված երկրորդ թեկնածուի Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը։ Երեկ այն ընդմիջվել էր կարծիքների փոխանակության փուլում։ Ելույթների համար հերթագրվել էր 46 պատգամավոր։ Այսօր իրենց ելույթներում պատգամավորները դարձյալ հպանցիկ են անդրադարձել բուն թեկնածուի ընտրության հարցին եւ ինչպես նախորդ նիստերում ավելի շատ փոխադարձ մեղադրանքներ են հնչել։ Առաջին այսօր ամբիոնին մոտեցավ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը մեղադրեց իշխանություններին տնտեսական սխալ քաղաքականության համար։ Ավելի ուշ Ֆարմանյանին հակադարձեց Ծովին Արվարդանյանը։ Հայաստանի Հանրապետությունը չունի տնտեսական որևէ ռեսուրս հարաբերություն փչացնել որևէ գործընկեր երկրի հետ։ Առավել եւս այստեղ հատուկ պետք է շեշտեմ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ մենք ունենք ռեսուրս, պարոն Ֆարմանյան, շրջափակված մնալու։ Ունենք մենք ռեսուրս նման, մեր պետությունը օրինակ տնտեսական ռեսուրս ունի, չափաշրջափակել ճանապարհները, չգործարկել թրիփը կամ տորպեդահարել թրիփը։ Ֆարմանյանի հաջորդ պարզաբանումը վերաբերում էր հարցին, թե ինչու Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրականացրել եք հակառուսական թեզերի վրա հիմնված քարոզարշավ։ Խնդրում եմ անպայման բերել այն դեպքը, որտեղ մենք փչացրել ենք մեր նախաձեռնությամբ հարաբերություն ենք փչացրել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մյուսները ներքին հարաբերություններից ավելի շատ խոսեցին, նաև կանխատեսումներ եղան, օրինակ ՔՊԱ-ական նոր պատգամավորներից մեկը այսպես պատկերացրեց ապագա խորհրդարանը։ Հայաստան դաշինքը մինչև քոքը մաշվել է ու հազիվել 2031 թվականին վերընտրվի կամ շանս ունեն այդպիսի, իսկ Ուժեղ Հայաստան խմբակցությունը կարծում եմ մինչև 2031 էլ չի ձգի, պարոն Կարապետյան, ցավոք, որովհետև ես վստահ եմ, որ ձեր տակից եթե փողը հանում ենք, տակը բան չի մնում։ ՔՊԱ-ական նոր պատգամավորներից մեկն էլ հարց ուղեց ընդդիմադիր մեծ խմբակցության ղեկավարին, հիշեցնելով քարոզարշավի ժամանակ ամենաշատ քննարկված թեզերից մեկը։ Ուր են 300,000 ադրբեջանցիները, պարոն Կարապետյան։ Դրա պատասխանը ով է տալու, պարոն Կարապետյան։ Մեր ժողովրդին վախեցնելու, մեր ժողովրդին ահ տալու պատասխանը ով է տալու։ Քարոզարշավի շրջանին առնչվող հիշողություններով էր նաև Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորի խոսքը Անդրանիկ Գևորգյանը իրենց քաղաքական ուժի լոռեցիներին նվիրաբերած հայտնի կոմբայնի կարևորությունից խոսեց։ Կոմբայնի գինը 38%-ն է Կուրթանի բյուջեի։ Կոմբայնը մարդկանց շատ է օգնելու։ Ինչ է արել ձեր ԿՊԱ-ական համայնքապետը։ Կոմբայնի փիլիսոփայությանը անդրադարձավ նաև Արման Եղոյանը։ Այս մեքենան միայն գյուղատնտեսական նշանակության չէ, եթե խոսքը քաղաքական գործընթացների մասին է, օրինակ վերևից ներքև կառուցվող իշխանության գաղափարախոսության։ Այն գաղափարախոսության մեջ, որ ընդդիմությունը առաջարկում է մեր պետությանը, իշխանությունը կառուցվում է վերևից ներքև։ Ոնց է կառուցվում։ Գալիս է մի մարդ, բերում է մի կոմբայն եւ այն կոնվերտացնում է իշխանության։ Ասում է վերցրեք ձեզ կոմբայն, ինձ տվեք իշխանություն։ Չշրջանցվեց նաև ընտրակեղծիքների թոփ թեման։ Արթուր Խաչատրյանը մի եզրակացության էր եկել, թե ինչու են ընտրակաշառքի համար ընդդիմադիրներին մեղադրող ԿՊԱ-ականները պասիվ։ Ենթադրաբար դուք նույնպես պետքա վիճարկեիք ընտրությունների թափանցիկությունը, ազնվությունը, արդյունքների իրականությունը, այլապես եթե այդ ամեն ինչի մասին որ դուք խոսում եք չլիներ, ստեղ նստած կլինեիք դուք, հավանաբար Արման Բաբաջանյանը եւ հավանաբար Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Բա ինչու՞ չվիճարկեցիք ընտրությունների արդյունքները։ Ելույթը երկար էր հատկացված, ժամանակում չտեղավորվեց, Խաչատրյանը հիշեց ազգային ժողովի նախորդ նախագահին, բայց ազգանունն էր մոռացել։ Երնեկը ստեղ լիներ Սագո Ալեն Սիմոնյանը, միևս 10 րոպե առաջ կավելացներ։ Հետաքրքիր ստացվեց նաև Մեսրոպ Մանուկյանի ելույթը։ Թեման ազգային ժողովի օրակարգում հաճախ քննարկվողներից չէր, ավելի շատ դրան Երևանի ավականուն իստում էին անդրադառնում։ Նախկին ավականին դրան սերություն հաղորդեց նաև ազգային ժողովում, նշելով, թե ինչքան դանդաղ ու անորակ են կառուցվում Երևանի մանկապարտեզները։ 95 մանկապարտեզում երեխաներին տարե տեղավորել են, պատվալում կանալիզացիան չեն մաքրել։ Երեք մեկն ասում էր ոնց որ Գրոզնին լինի։ Գրոզնին չգիտեմ, բայց 95 մանկապարտեզի բակը հիշեցնում է Գազան, Իսրայելի հարվածներից հետո, խայտառակությունը։
Թագուհի Ղազարյանը պատասխանեց. Գրոզնև գազա չասավ, սահմանափակվեց Երևանի օտարված մանկապարտեզները թվարկելով, որոնք նախկին իշխանությունները օրոք դարձել են հյուրանոց, սրճարան, ռեստորան, սեփական տուն եւ այլն։ Ցուցակը այնքան մեծ էր, որ պատգամավորը ոչ թե Արթուր Խաչատրյանի նման 10 րոպե, այլ 15 ժամ խնդրեց։ 289 մանկապարտեզ օտարվել 2004-ին, Նուբարաշեն 11, 286, Քանաքերձեյթուն 240, 132, 147, 199, Շենգավիթի 12, Շենգավիթի 3, 8, 141, 144, 160, 82, 149 մանկապարտեզները օտարվել են եւ ես, քանի որ ինձ 15 ժամ հրաժարվեց տալ պարոն Ռուբինյանը, այս պահին կդադարեցնեմ եւ կասեմ, որ այդ քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքներին դուք չեք մասնակցել, ես առաջարկում եմ ավելի հուսալի բան։ Կգաք կզեկուցեք ոնց են օտարվել, ում են օտարվել եւ ոնց են կառուցվել։ Թագուհի Ղազարյանի անավարտ մնացած ելույթի քաղաքական մասը շարունակեց Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնելով, թե երբ ու որ իրադարձությունից հետո սկսեցին սեփականաշնորհվել մանկապարտեզները, ակումբները եւ մյուս պետական կառույցները։ Եվ բոլորը, որով հարստացել են, ինչի մասին խոսում են մանկապարտեզներ ֆլան, տեղի ունեցել միայն հոկտեմբերի 27-ից հետո։ Ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում, իրար հրմշտոց, բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչյանին հրավիրել Տեր-Պետրոսյանը, որպեսզի լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք։ Սուր ելույթներով քննարկումները շարունակվեցին մի քանի ժամ։ Հիշեցնենք, որ առաջին նստաշրջանի օրակարգում դեռ շատ հարցեր կան։ Հաջորդը խորհրդարանը քննարկելու է ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված ընդդիմության տեխնացու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Գյումրիի հիմնանորոգվող թիվ 2 պոլիկլինիկայի շենքի մի հատվածը բժշկական թանգարանի վերածելու առաջարկ ունի Շիրակի մարզպետը։ Այս գաղափարի մասին Դավիթ Հարոշանյանը հայտնեց լրագրողներին շենքի շինարարության ընթացքին ծանոթանալու ժամանակ։ Ըստ նրա, թանգարանը կհետաքրքրի իր խորհրդային շրջանի բժշկության մասին վկայող հին սարքավորումներով, որոնք վաղուց գործածությունից դուրս են։ Դրանք հայտնաբերվել են 30-ականների կառույցի նկուղում։ Պոլիկլինիկայի հիմնանորոգման համար կառավարությունը հատկացրել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ։ Օրագիչ կարծիք եք, որ հնությունը պահելով մի թանգարան ունենանք առողջապահության փոքր մի հատվածը, որ ինքը ոչ թե մենակ պոլիկլինիկա է, այլ ինքը նաև պատմամշակութային շենք է, մենք նաև մեջը թանգարան ունենանք։ Լրագրողներին ուղղված հարցը որպես հանրային քննարկում դիտարկելով մարզպետին նաև շինարարի կարծիքն էր հետաքրքիր։ Ինչպես անել, որ արժեքավոր շենքի ներսում գոնե մի հատված պահպանվի այնպես, ինչպես կա, որպես պատմամշակութային կառույց։ Առաջարկը վատը չէ, բայց միայն նախագծով առաջնորդվող շինարարի համար այն գոնե այս պահին ընդունելի չէ։ Այսպես հատվածներն է թողնենք ինը հետաքրքիր կերնի է։ Համաձայն չեք ժողովուրդ, մենակ եսպես կնադարձ։ Ես չէ։ Այս արանքի թրոզերը են խնդիրը։ Ես չէ։ Դե դուք շինարարական տեսանկյունից սկսեք, բայց քաղաքի որպես կոլորիտ ու հին բան։ Կոլորիտ ֆասադը, ֆասադը։ Շենքի արտաքին տեսքը իհարկե չի խախտվելու, բայց շինարարն ասում է, թե ներսի համար առաջարկվող լուծումները նախագծողի հետ քննարկվող հարց է։ Հինը պահելուց բացի շենքում բժշկական թանգարան բացելու համար ցուցանմուշների պակաս եւս չի լինի, նշում է Դավիթ Արոշանյանը։ 30-ականների կառուցված բուժ հաստատության նկուղում լցրած են եղել մեծաքանակ բուժ սարքավորումներ ու այլ պարագաներ։ Սիգեն խոկերի ֆլորոն է որ առաջ կար, չկա, մի ռենտգեն։ Դա սիկ չտա հանձնեք։ Շատ հին 1900-ականների սարքավորումներ կար, որը միանշանակ ուտիլ հանձնելը այլի անթույլատրել է, իսկ ուզենամ որ այստեղ մենք նաև բժշկական թանգարան ունենանք, որտեղ որպես զբոսաշրջային քաղաք ունենալով Գումարի Արգելոց թանգարանի կենտրոնում նման ճարտարապետական արժեք ունեցող շենք ու իրան ուղղակի դարձնել 21-րդ դարի պոլիկլինիկա, այդ հենց այն է, որ մեր ժառանգությունները կամաց վերանում են։ Շինարարը դեռ հին շենքի ամրացման հիմնանորոգման աշխատանքներին չի հասել։ Հին փտած փայտե առաստաղներն ու հատակներն են քանդել, որոշ հատվածներում բետոնացում են կատարում։ Այսօրվանից արդեն 5 կերի բետոնացում են կատարելու եւ դրանից հետո կատարելու ենք մնացած մասի բոլոր բետոնացման աշխատանքները։ Շենքի մի հատվածում դեռ գործ չեն անում, պոլիկլինիկան թեև տեղափոխվել է, բայց տարածքն ամբողջությամբ չեն հանձնել շինարարին։ Գույքը թեև անպետք է, բայց դրանք շենքից դուրս բերելը բուժհաստատության գործն է, ինչն էլ ազդում է շինարարության ընթացքի վրա։
Աշխատանքի տեմպերը գոհացնող չեն Շիրակացի փողոցում։ Բնակիչների ամենօրյա բողոքներն ու զանգերը փոշու եւ անհարմարությունների վերաբերյալ միայն լրագրողները չէ որ ստանում են։ Մարզպետի աշխատակազմին եւս հանգիստ չեն տալիս։ Ես չեմ կարող ամեն օր այս տալնդեղ լապատկենալ մրցելս գործերս գործենել կամ այս տալնդեղ կանգնել որ գործենել։ Կապ չունի ինչ կաշխատես, մասնավոր բիզնեսը, պետական բիզնեսը, առաջինը պիտի սիրես քաղաքը, հետո պիտի սիրես քաղաքացուն ու քիչ մեղքաս այդ մարդկանց որ այդ վիճակով կանցնի։ Շիրակացիում էլի քանդման աշխատանքներ են նոր կոյուղի են անցկացնելու։ Դրա համար նոր նախագիծ է կրվել, լրացուցիչ ֆինանսներ նախատեսվել։ Կապիտալ հիմնանորոգումը Շիրակացիում մինչև այս տարվա վերջ ավարտելու հույսեր ունեն մարզպետն էլ շինարարն էլ։ Նախագիծը 27 թվականն է։ Մենք քննարկում ենք, հորդորում ենք շինարարին, այսպես ասեմ, որ ինք շատ ավելի արագ անի, որ կարողանանք մենք այս տարվա վերջ ունենալ արդեն ճանապարհ։ Բացի Շիրակացի փողոցից եւս 15 կիլոմետր երկարության ճանապարհների միջին նորոգման ծրագիր է սկսվելու Գյումրիում։ 15 կիլոմետրը նորոգվելու է պետական բյուջեի միջոցներով։ Շինմրցույթի փուլի ավարտին են սպասում։ Փողոցների ցանկի հաստատումը եւս հեշտ չի եղել։ Ամեն դեպքում մենք պարտավորություն ենք վերցրել, որ մինչև տարվա վերջը 15 կիլոմետրն անելու ենք, եթե ֆորս մաժորային հարցեր չառաջանա բացելուց հետո բան պարզվի։ Ներառված են փողոցներ ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածներից, դրանք նաև Մսի կոմբինատ թաղամասից մինչև Մուշ թաղամաս են։ Իսկ անի թաղամասը նորից մինչև հերթական գարունն է սպասելու։ Շիննախագիծն է մշակվում։ Մարզպետ նստեյության նորություն չուներ հայտնելու նաև հունիսին Գյումրիում եւ մարզի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի հասցրած վնասների փոխհատուցման մասին։ Իսկ վնասի չափը հսկայական է։ Հարցը 5 շաբթի կքննարկվի փոխվարչապետի հետ հանդիպմանը։ Արդյոք հստակեցում կլինի փոխհատուցման չափերի ու ժամկետների մասով։ Մարզպետը դժվարացավ պատասխանել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ակտիվացել են։ Երկրորդային փողոցների նորոգումները սուբվենցիոն ծրագրերով են, որոնք 2024-2005 թվականներին են մնացել անավարտ։ Հետ ընկած 2 տարիների ծրագրերով 25 փողոցում շինարարություն է։ Միայն ասֆալտապատման գործերը չեն, շինարարը նաև ներքին կոմունիկացիոն ցանցն է փոխում, իսկ 2026 թվականի սուբվենցիոն փաթեթում գտնվող 21 փողոցների ասֆալտապատմանը դեռ հերթ չի հասնում։ Մեր նշպանցքը սարքել են ու մենք շելի շատ գոհ ենք։ Հիմի վեճում բրի նշպանցները վեճանա նոր փողոցը։ Կարեն Դեմիրճյան փողոցն է, շատերին ծանոթ նախկին Քութայիսյանը։ Փողոցի 500 մետր երկարության հատվածն է նորոգվում։ Երկրորդային համարվող այս հատվածի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը 2 տարի առաջ է գրվել ու հաստատվել, բայց նորոգումների փուլին նոր են հասել։ 70 տարվա ասֆալտից այս փողոցում բան չէր մնացել, ընդամենը հողային գրունտ։ Հիմնականում սեփական տներով շրջապատված թաղամասի բնակիչները վաղուց հաշտվել էին այն մտքի հետ, որ հարթ, ուղիղ ասֆալտով փողոցներ լինում են միայն քաղաքի կենտրոնում։ Հենց որ հարսանիք էր լինում կամ հերի տնից տեղից մեր մահ էր լինում, նոր բերում էին տրակտորով, թե բնակիչները ասենք ու մներ։ Մի հատ շիբին էին լցնում այդ աշխատանքը, որպեսզի փոսեր չլներ։ 60 տարի այդ ավտոյում չէ, շոֆեր եմ աշխատել, պոլիգոններս ստեմ էլի գարաժ։ Գնաց եկել եմ քանդած։ Ջրատար չկար, ոչինչ չկար, լցվում էր մուտքերը, ջուրը։ Ասֆալտ էր, բայց Չէ, այսպես հողախառը, այդպեսի մի հատ բան։ Փողոցի կես կիլոմետր երկարության հատվածում շինարարներն արագ գործ են անում։ Գրունտային շերտը հեռացրել են, հարթեցրել են, զուգահեռ նաև ներքին կոմունիկացիաներն են փոխում։ Երկրորդային գրեթե բոլոր փողոցներում խնդիրները նույնն են։ Կոյուղին հին է, անձրևաջրատարները քայքայված են, հետն են լուսավորության ցանցի հարցն են լուծելու։ Փողոցով երթևեկության սահմանափակումներ են։ Obviously շրջանցում ենք, որ չենք կարող մտնենք փողոց։ Դեմը սեպտեմբերը երեխաները մակուր, կոգի, կագուրատնիկը կնան։ Հիմնականում խնդիրները կոյուղագծի խցանումներն են, ջրագծերը մեկ-մեկ վթարալնում է ենք սարքում, ջրագծերը փոխված են, մեկ է փակված փականներ ունենք ջրագծի վրա 9 տեղ, դրանք պիտի փոխարինենք։ Նույն շինընկերությունը նորոգումներ է անում Հարակից Այվազովսկի փողոցում, էլի 2024 թվականից մնացած սուբվենցիոն ծրագրից է։ Ընդամենը 250 մետր երկարության հատվածն է ենթակա հիմնանորոգման։ Կոյուղատար ցանցը փոխել են, փողոցաշինական գործի հիմնական մասը եւս արված է։ Այստեղ հեշտ ասֆալտապատման ավելի շուտ կհասնի, քան 500 մետր երկարության Դեմիրճյան փողոցում։
2 տարի հետաձգված շինարարությունը 1 ամիս առաջ սկսվել է նաև Խանդիլյան փողոցում, ավարտելու են սեպտեմբերի վերջին։ Բարդ աշխատանքների փուլը նորից կոյուղատար ցանցի, նոր դիտահորերի կառուցմանն են բաժին հասել։ Շինարարը դժգոհում է 500 մետրից ավելի փողոցի որևէ հատվածում գործանելիս գետնի տակ լուրջ խնդիրներ են բացվում։ Խողովակներն այնքան են քայքայված ու խցանված, որ տեխնիկա չկպած կոտրվում են։ Այստեղից ընդհանրավ կոյուղին հագարակն էր, դե իմ վերջի տունը անչափ ուրախացել էր, որ սկսել են Вообще կոյուղին թարս եղել ստեղ էլի հագարակն եղել կոյուղին սարքեցին իբր ընդհակառակը այս ջուրը այն կողմ գնալու տեղը հագարակ կուկար չեր էր տա կեղդերը չեր էր տա կանալիզացիան տապես չի աշխատել Խնդիրները շատ եղել միայն կոյուղին չէ էլեկտրականությունը կոմունիկացիաները կաբելը բանի ինտերնետ Հիմա որ ամեն ինչ հիմնավոր կառուցվում է։ Կոյուղին շատ դժվարությամբ, որտեղ շատ խորն է։ Նու հիմա երևի 3-4 օրից վերջացնենք կոյուղին հասնենք տեղ ու սկսենք մյուս աշխատանքներն արդեն։ Բանը խցանված է միշտ, вообще չօգտագործվեց այժմ։ Ներքին կոմունիկացիաները նորացրել վերջացրել են Շահինյան փողոցում։ Կոյուղատարները փոխված են, փողոցային լուսավորության ցանցն անցկացրած։ Մայթերին արդեն ասֆալտ կա, մի քանի օրից կանցնեն փողոցի ասֆալտապատմանը։ Նախապատրաստվում ենք խրջային հիմքի պատրաստում C5, որից հետո մանրադիկ ասֆալտ բետոնի շերտի տեղադրում է լինելու, դե այստեղ կատարվել է մայթերի ասֆալտապատում, լուկերի սալիկների, վերին սալիկների վերին շերտի պատրաստում, որն ըստ բարակի ոսպորտված է։ Ասֆալտապատման որակի ու դիմացկունության երաշխիքային ժամկետը 3 տարի է, այդ ընթացքում առաջ եկած թերությունների պատասխանատուն շինընկերությունն է լինելու։ Կրկնակի աշխատանք կատարելու դեպքում ծախսերն իրենք են անելու։ Շահագործման 3 տարի երաշխիքով հանձնվող փողոցները 24 թվի սուբվենցիաներն են, եւս 18-ն էլ 2025 թվականի ծրագրով են անավարտ մնացել։ Իսկ 2026-ի սուբվենցիոն ծրագիր կա հաստատված 21 փողոցների համար։ Շինարարություն սկսելու ժամկետներ չունեն, քանի որ շինընկերությունների մրցույթներն ավարտված չեն։ 21 փողոցներն ընտրել են խիտ բնակեցված թաղամասերից, որոնք նաև կարևոր հանգույցներ են կապող կենտրոնական փողոցներին։ Միջնաժամկետ զարգացման ծրագրով նշված է, որ առաջնահերթությունը տրվելու է դեպի յետակառուցվածքներ ստանող փողոցներին, այսինքն դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց եւ այլն տարածքներ առաջնահերթ։ Երկրորդ գլխավոր փողոցները կապող հատվածները, որպեսզի այնտեղից ցեխը կամ թոզը կամ փոշին դուրս չբերվի առաջնային փողոցներ 2024-2025 թվականների ավարտվող եւ 2026-ի փողոցաշինությունը դեռ չսկսած արդեն 2027 թվականի սուբվենցիոն փաթեթն է քննարկման օրակարգում։ Այս մեկում 48 փողոց եւ 1 հրապարակ է լինելու, պահանջվող կամ նախատեսվող գումարի չափն էլ 8 միլիարդ դրամ է։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Երեկ երեկոյան 1 ժամից ավելի հոսանք ազրկվել էր ամբողջ Գյումրիին, իսկ որոշ թաղամասեր ավելի կարճ ժամանակով։ Հետո պարզ դարձավ, որ ամբողջական էներգաանջատումներ են եղել նաև եւս մի քանի մարզերում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ էներգահամակարգի արտադրության եւ հաղորդման ցանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերի մի շարք քաղաքների հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Վթարի հետևանքները կարճ ժամանակում վերացվել են մարզերի համայնքներում բնակավայրերում էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 3 տեղի ունեցած բանակցությունների ընթացքում իր վարչակազմը շատ լավ քննարկումներ է ունեցել Իրանի հետ, ինչը խթանել է 5 ամիս տևած հակամարտության անխուսափելի ավարտի սպասումները։ Այս ֆոնին այսօր ասիական շուկաներում նավթի գներն են իջել, իսկ բաժնետոմսերի արժեքն աճել է։ Դրան նպաստել նաև այն, որ Wall Street-ի հիմնական ինդեքսները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, ներդրողների այն ակնկալիքների պայմաններում, որ շուտով կարող է ձեռք բերվել համաձայնություն Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 3 ամբողջ օրը բանակցություններ են տեղի ունեցել եւ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի։
Թրամփը կրկին սպառնացել է զանգվածային հարվածներով, եթե Թեհրանը համաձայնության չհասնի։ Աքսիոսը հղում անելով երկու տարածաշրջանային աղբյուրների եւ մեկ ամերիկացի պաշտոնյայի հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը մոտենում են նեղուցի վերաբացման ժամանակավոր համաձայնագրի Օմանին համաձայնությամբ, որը վերահսկում է ջրային ուղու մի մասը։ Այնուամենայնիվ, իրանական պետական լրատվամիջոցները հղում անելով տեղեկացված աղբյուրին հայտնել են, որ նեղուցի վերաբերյալ Օմանի հետ համաձայնագիրը, որը սովորաբար տեղափոխում է համաշխարհային նավթի եւ հեղուկ բնական գազի առաքումների մոտ 1/5, կհետաձգվի, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է սպառնալ Իրանին։ Ավելի վաղ Կատարը հայտարարել էր, որ միջնորդները առաջընթաց են գրանցել հակամարտությունը դադարեցնելու ջանքերում, նույնիսկ այն բանից հետո, երբ Թեհրանը հերքել էր, որ բանակցություններ են ընթանում։ Երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի եւ Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին քննարկել են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև տարաձայնությունները մեղմելու եւ կայուն կարգավորման հեռանկարները բարելավելու ջանքերը։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը հայտնել է, որ պատերազմը սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցում տեղի ունեցել 64 միջադեպ, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 ծովային։ Իդեպ իրանական կողմից ընդհանուր առմամբ ըստ պաշտոնական տվյալների զոհվել է ավելի քան 3400 մարդ։ Պենտագոնը եւս հրապարակել է Միացյալ Նահանգների կորուստները։ Ըստ Պենտագոնի հրապարակած վերջին տվյալների, Իրանի դեմ ռազմական գործողություններից ի վեր վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 687։ Բացի այդ, Պենտագոնը հաշվառել է նաև հուլիսի 7-ից մինչ օրս արտասահմանյան տարբեր գործողությունների ընթացքում կրած կորուստները։ Հրապարակված տվյալների համաձայն սպանվել է 4 ամերիկացի զինծառայող, վիրավորվել 270-ը։ ԱՄՆ բանակը Իրանի հետ 5-ամսյա պատերազմի ընթացքում սպառել է իր բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների համաշխարհային պաշարների մեծ մասը, ինչը մտահոգություն է առաջացրել ապագա հակամարտությունների համար բանակի պատրաստվածության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Reuters-ը իր բացառիկ ռեպորտաժում։ Հեռահար զինամթերքները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է $1 միլիոն, զինվորականների զինանոցի կարևոր մասն է, որը թույլ է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել անվտանգ հեռավորությունից, նշել են Reuters-ի աղբյուրները, այնուամենայնիվ հրաժարվել են մանրամասնել, թե յուրաքանչյուր զինամթերքից որքանն է օգտագործել Միացյալ Նահանգները։ Ամերիկայի առաջնորդը, սակայն, դա մեծ խնդիր չի համարում։ Մեր պաշտպանական ընկերություններն այս պահին ավելի շատ զինամթերք են արտադրում, քան երբևէ պատրաստել են նախկինում։ Ի լրումն ռեկորդային մակարդակով ընդլայնում են իրենց գործարաններն ու սարքավորումները։ Վերլուծաբանները համաձայն են, որ որոշակի զինամթերք, այդ թվում հրետանային արկեր եւ մի քանի տեսակի հրթիռներ արտադրվում են ռեկորդային մակարդակով, սակայն զգուշացնում են, որ երկարատև պատերազմի դեպքում մատակարարումները կարող են պակաս լինել անհրաժեշտ քանակից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չորեքշաբթի գիշերը Կիևի եւ հարակից շրջանների վրա ռուսական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել 44-ը։ Հարձակման ժամանակ Ռուսաստանը արձակել է 24 բալիստիկ հրթիռ, 4 այլ հրթիռ, որոնք նույնականացվել են որպես գերձայնային։ Զելենսկին ասել է, որ հարվածները հիմնականում ուղղված են եղել քաղաքացիական բիզնեսներին պատկանող պահեստներին, ինչպես նաև ենթակառուցվածքներին եւ երկաթուղային կայարանին։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ ռուսական կողմը հարվածել է այնպիսի վայրերի, որոնք կապ չունեն պատերազմի հետ։ Դրանց թվում են գարեջրագործական գործարանը, շինանյութերի պահեստները եւ քաղաքացիական լոգիստիկ օբյեկտները։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան սահմանափակ քանակությամբ հրթիռներ ունի ԱՄՆ-ում արտադրված Patriot համակարգերի համար, որոնք իր զինանոցում միակ հակաօդային պաշտպանության համակարգն են, որոնք կարող են խոցել բալիստիկ հրթիռներ։ Այդ պատճառով է, որ ուկրաինական կողմը դժվարանում է կասեցնել ռուսական կողմի խոշոր համազարգային հարձակումները, նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա խորքային հարվածները, հայտնում է Associated Press-ը։ Իդեպ Ուկրաինան անպատասխան չի թողել եւ անօդաչուներով գիշերը հերթական հարվածն է հասցրել Ռուսաստանի մի շարք մարզերի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն անցած գիշերվա ընթացքում հոբ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 16 շրջաններում, Ղրիմում, ինչպես նաեւ Ազովի եւ Սև ծովերի տարածքներում։ Գվատեմալան շարունակում է տագնապի մեջ մնալ Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի Ֆուեգոյի ժայթման պատճառով։ Երկրի աղետների դեմ պայքարի գործակալության տվյալներով մոտ 1700 մարդ մնացել է ապաստարաններում, տարհանումները շարունակվում են։ Մոտ 29000 մարդ տուժել է մոխրից, դպրոցները մնում են փակ։ Երեք իշխանությունները զգուշացրել են, որ հաջորդ 72 ժամերը կրիտիկական են, քանի որ հրաբխից շարունակում են իջնել մինչև 7 կիլոմետր երկարությամբ ցեխային հոսքեր եւ սպասվում է, որ
որ առաջիկա անձրևները կմեծացնեն հրաբխային ցեխային հոսքերի լրացուցիչ առաջացման ռիսկը։ Հիշեցնենք, որ ժայթքումը սկսվել է երկուշաբթի առավոտյան։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի համար օրվա լրահոսի կարևոր նորություններին ծանոթացեք մեր հետագա թողարկմանը։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։